Մերոնք կետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Մանրախնդրությունը մեր տունը քանդեց, քանդում է եւ պիտի քանդի։ Այսօր պիտի խոսենք այդ տնական երևույթների մասին, սկսած Նիկիտա Սիմոնյանի մահվան հետ կապված, շարունակած տերտերներով, Նիկոլ Փաշինյանով, Ղուզղունի մեդալով եւ այսպես շարունակ։ Սկսենք Նիկիտա Սիմոնյանից։ Նիկիտա Սիմոնյանը մեծ հայ էր իրականում։ Եվ ես ձեր խոնարհ ծառան պատիվ եմ ունեցել մեկ անգամ գնալ Մոսկվա եւ մի հին ընկերների ակումբ հաղորդաշար նկարահանել այնտեղ, շնորհիվ Ռադիկ Վանունցի, ով մեր խումբը այս հին ընկերների ակումբի դուդուկահարները, երգիչը Ալեքսանդր Պողոսյանը, ես ձեր խոնարհ ծառան կարողացան գնալ Մոսկվա, մեր հետ տարանք նաև Հարություն Քեհեյանին, Արատնի հայտնի հին ֆուտբոլիստներից, ուրեմն Նիկիտա Սիմոնյանի օգնականն էր նաև, երբ Նիկիտա Սիմոնյանը մարզիչն էր Արարատ թիմի մեր ֆուտբոլային։ Գնացինք այնտեղ եւ մի հաղորդում նկարեցինք, հաղորդմանը մասնակցեց Արմեն Ջիգարխանյանը, Նիկիտա Սիմոնյանը, Հարություն Քեհեյանը, Արտուր Սողոմոնյանը եւ ուրեմն Ռադիկ Վանունց, այսպես նստեցինք ու մտերմիկ խոսեցինք ու հիշեցինք։ Հետո գնացինք միտեղ ռեստորան, Մոսկվայի հայտնի ռեստորաններից մեկը, հիմա անունը չեմ հիշում, այնտեղ բոլորը, երբ տեսան Նիկիտա Սիմոնյան եւ Արմեն Ջիգարխանյան, ամբողջ այդ համալիրը իրար խառնվեց։ Տնօրենությունը եկավ, խնդրեց նկարվել իրենց հետ, այդ նկարները, որպեսզի հետո տեղադրեին իրենց ռեստորանում, որ տեսեք ով է եկել։ Այսպիսի հեղինակություն էր Նիկիտա Սիմոնյանը։ Երկու դեպք տեղի ունեցավ, այսինքն երկու պատմություն։ Պատմություն համար 1 Նիկիտա Սիմոնյանը եւ Արմեն Ջիգարխանյանը ուշ ինչ որ X ժամի ներկայացում ուներ արդեն հանգուցյալ Արմեն Ջիգարխանյանը, ներկայացումից հետո պիտի գային, երբ եկան Նիկիտա Սիմոնյանը ծիծաղով մի բան պատմեց, ասեց, երբ որ ներկայացումն ավարտվեց, մենք գնացինք, այսպես ասած, զարդասենյակ կուլիսներից այն կողմ, որ Արմենին դիմավորենք, կինս հարցակվեց Արմենի վրա, ասեց Արմեն ты сволочь, եւ ասում է Արմենը ժպտաց, ասաց ուրեմն ես իմ գործն արեցի, դերը, այն դերը, որ խաղում էր Արմեն Ջիգարխանյանը, այնքան բնական էր խաղացել վատ մարդու դերը, որ 100 տարվա հարազատը ընտանիքներով ծանոթ մարդիկ Նիկիտա Սիմոնյանի կինը ասել էր դու սրիկա ես Արմեն, կարծես կորցրել էր իրականության զգացողությունը, այդ մեկ իր երկրորդը։ Այնտեղ էր նաև այդ ռեստորանի մի ինչ-որ սեղանին նստած էր նաև այդ ժամանակ Գայդարը, իրենց վարչապետը նախկին, հայտնի Գայդարը։ Արմեն Ջիգարխանյանը շշնջաց ասաց հանկարծ, որ նվագեք տղերքը, դե դուդուկահարների հետ միասին էինք։ Քարավանը Նիկիտա Սիմոնյանը կհեկեկա, ինքը չի դիմանում այդ երաժշտությանը։ Դե խնդրեցինք ադմինիստրատորին, ասացինք կարող ենք մենք էլ նվագել, սա զարմացած նայեց, ասեց ինչով եք նվագում, ասացինք մենք էլ մեր անսամբլով ենք եկել, մեկ, ասացին խնդիր չկա։ Երբ տղաները դուդուկները հանեցին եւ սկսեց քարավանի երաժշտությունը, միանգամից Նիկիտա Սիմոնյանը այսպես սարսափահար ասեմ, ազդված ասեմ, անակնկալ ասեմ, հայացքը աչուձախ առեց, նայեց Գայդարին ձեռքով այսպես արեց ու սկսեց եկեկալ։ Նիկիտան մեծ նվիրյալ էր, Նիկիտա Սիմոնյանը հանգուցյալ, թող հոգին լույսերի մեջ լինի։ Հիմա գանք պատճառին, թե ինչու Նիկիտա Սիմոնյանը Արադ 73-ի փառապանծ հաղթանակից հետո, լինելով գլխավոր մարզիչը եւ մեծ ավանտ ունենալով, հանկարծ թողեց ու գնաց Հայաստանից։ Ինչ տեղի ունեցավ։ Անուններ չեմ տա, բոլորը շատերը հանգուցյալ են չկան։ Երբ Արադ 73-ը տեղի ունեցավ, երբ մեր թիմը հաղթեց, մենք այսպես մեծ շուկով կենտկոմը Հայաստանի կենտրոնական կոմիտեի կուսակցության, չգիտեմ, որոշում կայացրեց, որ Նիկիտա Սիմոնյանին Երևանի կենտրոնում մի բնակարան տան։ Ու հանկարծ
Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլիստներից մեկը գնում է Կենտկոմ ու բողոքում ասում է ինչ է ինքը Մոսկվայում տուն ունի, այստեղ ինչու եք տալիս։ Այդ վիրավորանքից Նիկիտա Սիմոնյանը հաջորդ պահին նստում է ինքնաթիռ, այլևս թռչում Մոսկվա եւ վերջ։ Տեսեք, նա մեծահոգի էր, անուն էլ չտվեց, բոլորը գիտեն, ում մասին է կամ ինչ երևույթի մասին է խոսքը։ Բայց այն շնորհակալությունը, որ հայտնեցին Նիկիտա Սիմոնյանին, վիրավորեց միջև հոգու խորքը, միթե դա այդպես է լինում։ Եվ մենք շարունակում ենք այդպես ապրել։ Հիմա կանք տերտերներին, վերջապես ասում են սայլը տեղից շարժվեց, էսա այդ կաթողիկոս կոչվածը ոչ եւս կլինի եւ այլն եւ այլն։ Հա, կլինի։ Երեք սրբազաններ էին հավաքվել վարչապետի առանձնասենյակում։ Այդ սրբազանների մի մասը երեխեք ունեն, մի մասը լավ էլ դոմփում են, բայց հավաքվել էին, ասում էին դե այսպես չի լինի։ Եկեղեցու բարեբարկությունը պիտի վերականգնվի։ Հավատացեք ինձ, այնքան մեծ սրտի ցավ եմ ասում, այս ծիծաղից մի նայեք, այս հեգնանքից մի նայեք։ Երբ նախորդ հաղորդման ժամանակ հիշեցրեցի մի երկու սրբազանի, ովքեր այսպես ասած դոմփելով մանեն գալիս կներեք, Փաշինյանի արտահայտությունը դրա համար եմ ասում, որոշ Փաշինյանազավրեր, մի նեղացեք, որ ասում են Փաշինյանազավրեք, դուք ճշմարտությունը ձեզ համար գոյություն չունի, դրա համար զավրի պես սկսեցին ինձ խրատ տալ, թե բայց չէ որ գոյություն ունի զղջալու, եթե մարդը զղջացել է, ուրեմն դե դեպքում կտրիչն էլ կարող է զղջալ ու մնալ կաթողիկոս, չէ, ասում են Նիկոլ Փաշինյան երեք ասաց, կտրիչը իր շանսերը սպառեց, էլ նա չի զղջալ։ Հիմի այս մյուս սրբազանները, ովքեր զավակներ ունեն եւ այլն, ակտիվ կյանքով են ապրել, այո, իրավամբ կտրիչ Ներսիսյան կոչվածը դա չարիք է, նա կաթողիկոս չի, նա երբեք չդարձավ ժողովրդի մի մասը։ Արդյոք այն հայտնի ֆիլմի մեջ ասում էր, արդյոք ազնիվ մարդեր հանգուցյալը, Պանիկովսկու մասին էր ասում, ոչ ասում է շուրանա սագագողեր։ Հիմի արդյոք ազնիվ են այն սրբազանները եւ Նիկոլ Փաշինյանը, ովքեր ոչ եւս են անում այս կաթողիկոսին։ Բնականաբար չէ։ Ցավալիորեն չէ։ Արդյոք մեղա են եկել իրենց արասների համար ժամանակին։ Բնականաբար չէ։ Բայց ցավ մեր սրտի պիտի ասեմ, որ սա ինչ որ մի ելք է, որպեսզի այս եկեղեցու սպասավորները, պատասխանատուները կարողանան ինքզինքը հավաքեն։ Կարողանան խոցելի չդարձնեն իրենց ծառայությունը։ Կարողանան հավատ ներշնչել, որպես եկեղեցու սպասավոր, ոչ թե գեղեցիկ շորերով պտտվեն։ Բոլոր դեպքերում, անկախ նրանից Բենթլիներն են, SNN-ն են, ովքեր են այսօր աջակցում վարչապետին, այդ դավադրաբունը, այդ պոռնկատունը, պոռնկաբարո ապրածները եկեղեցին վեհարանը դարձրել են պոռնկատուն։ Պետք է մաքրվի։ Դա դաս կլինի եւ գուցե այս ճանական, այսպես ասած, բարեբարկությունը կվերականգնվի։ Մի ակնարկել եմ զգում, էդ ասեմ, հետո չասեք չասացի, Հռոմի Պապը եկավ Թուրքիա, հայոց սրբազանի հետ այնտեղ պատարակ կմատուցեն, ըստ իմ պատկերացրած ազդակների, ոնց որ թե սրբազանին կհրավիրեն այստեղ, որ կաթողիկոսի գահը թափուր չմնա եւ մի մաքուր մարդ գա, որտեղ Հռոմի Պապը նրան լավ գովազդ արեց։ Չգիտեմ ով է այնտեղի սրբազանը իր վարքով։ Հուսանք, որ կլինի լավագույն լուծում եւ այսպես ասած կճյուղավորվի այդ ամեն ինչը։ Հուսանք, որ այդպես կլինի։ Բոլոր դեպքերում ես դեռ ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշեց, որ սա կուսակրոն է, բան, հա իդեպ մեկն էլ գրում էր, ասում էր, դուք գիտեք, նրանք ուզում էին արյունալի հեղափոխություն անեն։ Այդ դրա համար է, դա է պատճառը, որ Նիկոլ ուզում է։ Նրանք արյունալի հեղափոխություն ուզեն, չուզեն, անեն, չանեն, այդ աղբը պետք է մաքրվի։ Այդ հոգեբանությամբ, այդ տրամաբանությամբ եկեղեցու սպասավորներ չպիտի լինեն Հայաստանում։
Այնպես ինչպես ապագայում Նիկոլը կփոխվի, չգիտեմ, Պիկոլով, կգա ժամանակը, բայց ոչ այն աղբով, որ այսօր փողոցում կանգնած, անունը սերժական է, ռոբական է, չգիտեմ ինչական է, այդ աղբով Նիկոլ փոխել պետք չի փոխվելու, չի լինի, ժողովուրդը դեռ չի մոռացել եւ ընդհանրապես բանական մարդիկ այն վիճակը, որ մենք այսօր ունենք, սկսած եկեղեցու վիճակից մեղավոր են այն աղբը, դրանց անունները էլ չտամ։ Այդ ողորմելիները մեզ հասցրեցին այդ վիճակին, դարձրեցին բիզնես կենտրոն։ Ամեն ինչը դպրոցից սկսած եկեղեցուց շարունակած եւ կործանեցին մեր հաղթանակները։ Սա է իրականությունը։ Թերևս հավատացեք ինձ հեռու չի այն օրը, իհարկե դեռ ժամանակ կանցնի, բայց միշտ չի որ մենք պիտի վատի ու վատագույնի մեջ ընտրենք։ Գալու է օր, որ լավի ու լավագույնի մեջ ենք ընտրելու։ Իդեպ ճանապարհների հետ կապված ուզում եմ մի անգամ եւս բարձրաձայնեմ հայտնի խաղաղության պայմանագրի, որի մասին անընդհատ խոսում են մեր իշխանությունները, Թրիպը, Թրամփը, ՍՀՆ-ը, նախաստորագրումը եւ այլն, այստեղ այդ պայմանագրում այսպիսի մի հայտարարություն կա, հա, այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Ես ուզում եմ հարցնել Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին. ինչու մենք չենք գրել փոխադարձ անխոչնդոտ առավելություններով։ Այդ մի բառը պատահական է դուրս թռել, թե հենց այդպես է։ Վերջի Ադրբեջանը, Թուրքիան ասում է փախլավա ասելով բերանները չի քաղցրանում, խաղաղություն ասելով նրանք խաղաղության ջատագովներ չեն։ Բոլորս էլ գիտենք։ Պետք է ամրանալ, պնդանալ, չձգտել պատերազմի, բայց լինել այնպեսին, որ վախենան քեզ հետ պատերազմել։ Ոչ մի միջազգային տերություն, այն որ ասում են, միջազգային տերությունները չեն թողնի պատերազմ լինի, չի շոյելու քու գլուխի երբ իր շահերը ոտնահարվեց։ Նրանք իրենց շահերն են հետապնդելու։ Մենք պիտի կարողանանք ճիշտ պահին, ճիշտ վայրկյանին իտրիտուր պատասխան տանք։ Եվ այստեղ միջազգայինորեն գրած մեկ տառն ու մեկ բառն անգամ Ադրբեջանի համար կարող է դառնալ գործիք։ Այնտեղ փոխադարձ, այնտեղ անխոչնդոտ հաղորդակցություն, այստեղ փոխադարձ առավելություններով։ Այդ անխոչնդոտը ուր եք կորցրել այս պարագայում։ Ինչու չեք դա էլ այնտեղ դրել։ Ինչն է ձեզ խանգարում։ Վաղը որ դա օգտագործի Ադրբեջանը, ինչ եք անելու։ Ինչու նմանատիպ մի բառ մեզ համար չի գրվել։ Գուցե ես չեմ հասկանում այս ամեն ինչից։ Բայց այդ որ խաղաղություն եք ասում, ուշքից գնալով իմացեք, որ բառ ու տառն էլ պիտի պահվի։ Տարիներ շարունակ բառ ու տառը չպահվեց։ Ոչ մեր խաղաղության, ոչ մեր անկախության, ոչ մեր ձեռքբերումի։ Այդ մեծահարուստները Ռուսաստաններում էսում են, որ իրենց պատեպատ են տալիս, այնտեղ անգամ մի հերոստալիկ մարդավարի չկարողացան ունենալ հայերը։ Ադրբեջանցիք մի քանի թերթ ունեին, ամեն ամիս գրքեր էին տպում, պատմություն կեղծում, կաշառքներ տալիս։ Ռոբիկն ու Սերժիկ իրենց երեխեքի գրպանն էին հաստացնում։ Այդքան բան։ Այստեղ էլ երկու ծնծղաներ փչում։ Այսպիսին է իրավիճակը, շարունակությունը կերևա, իսկ հիմա երկու բառ էլ այն Ղուզղունի մեդալին, որ տվեցին Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում։ Նիկոլ Փաշինյան, Ղազախստանում երբ քեզ այդ արծվի մեդալը կախեցին քուդոշին, նաև բացեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց։ Բավոր Ղազախստանի ղեկավարը հանկարծ շուր գա ու քեզ ասի,
Ա Փաշինյան, այ ախպեր, այ սրբագույն, բա Սուրբ Մեսրոպ Մաշտոցի լեզուն, մի հատ Հավինյանը ինչ ազգանունով մեկն ունես, Երևանում պղծում է, դու ինչի վրա ես ուրախանում, ինչ ես պատասխան տալու, ու շարունակում եք պղծված պահել հայոց լեզուն, հայերեն բառակապակցությունը գրելով միասին, թքած ունենալով ամեն ինչի վրա, տխուր, թշվար տեսքով, Վահագն Ալեքսանյանը, ամեն անգամ, իբր, այսպես, հիմա ես ուզում եմ վերջապես այլևս չեմ կարող լռել, հիմա ես կասեմ, թե ինչպիսի դղյակներ ունի Նիկոլ Փաշինյանը և շարունակվում է օրինակ այս դպրոցը, օրինակ այն փողոցը, օրինակ այն մանկապարտեզը, ում է պետք, լսեք, այդ տխմարությանը վերջ տվեք, ձեզ հարցնում են այս դպրոցը, որ կառուցում եք, այ եկվեք դուք, ուսուցչուհու դասավանդած հայերենը հակառակը փողոցում, որ գրում եք, այ եկեր, ով է պատասխան տալու, ով է ձեզ թույլ տվել, ինչի համար եք կառուցում այդ դպրոցը, երբ դպրոցի ուսուցանածը փողոցում պետականորեն ուրիշ կերպ թույլ եք տալու, որ ամեն իշի քուրակ գրի, ով իմաստության առանձնատներ, մտածում եք այդ մասին, չէ, կարևորը մոլորեսնելով ձեզ ինքզիկներդ անխելքի տեղ դնելով, չիմացողի տեղ դնելով, գլուխներդ հողը կոխելով, ինչ եք խոսում, պղծվում է հայոց լեզուն փողոցում, դուք թքած ունեք այսքան ժամանակ, մենք էլ թքած ունենք այդ տեսակի վրա, ես մասնավորապես, դղյակներ ունի Նիկոլը չեմ կարող չասել, այսինչ դպրոց, այնինչ մանկապարտեզ, ում է պետք պղծելով ձեր լեզուն, աչք փակելով պղծության վրա, ձեզ հիմարի տեղ դնելով, ում խորհրդականի աղջիկն է իմ սիրունի հեղինակը ինչ է, հետո ինչքան կարելի է անհայրենիք պահվածք դրսևորել, օգտվելով առիթից, որ են նախկինների նախիրը ենքան մեծ հանցակ է գործել, որ այս ժողովուրդը ուղղակի զզված է, դուք էլ ձեզ հայտնի կենթանու տեղը դրած պտտվում եք։ Հա, այս մի ընտրությունն էլ կարող եք հաղթել։ Բոլոր տեսակի շնչերը վաղ թե առաջ կտրվում են շունչ։ Անշնորհակալ պահվածք մի դրսևորեք, եթե Ղազախստանում Մեսրոպ Մաշտոցի փողոց են բացում, իմացեք, որ այդ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, այդ բուբերից էլ չպիտի դուրս գար, փողոցում էլ պիտի, այն որ ասում է պղծված չգրվեր, անկախ նրանից Նիկոլի խորհրդականի աղջիկն է դրա տերը, թե փեսան։ Եվ այսպես շարունակ։ Այնպես որ տրագիկոմեդիան շարունակվում է, այսպես ասած, մենք ականատես ենք լինելու, ապրելու ենք դրանով, հետո գալու է մի օր, որ այս ամբողջը պիտի մաքրվի։ Ոչինչ, որ կտրիչին իր տեսակ կտրիչներն են գահանկեց անելու։ Ով ինչ արեց, ցանեց, ընել հնձելու է։ Էս է իրականությունը։ Իսկ մենք լուր ու մեր մասնագից մասնակցությամբ վկայենք լինելու ես ամեն ինչին, կազմավորելու ենք Հայաստանի ապագա իշխանություն, այսօրը սենց, վաղը ընենց, բայց հաստատ։ Իսկ ժամանակը ամենամեծ հուղարկավորն է, թաղելու է այդ ամեն ինչը, մնում է ճիշտ դրված հիմքը, որպեսզի տունը ամուր մնա։ Այդ հիմքի համար մենք պիտի կռիվ տանք, հանուն այդ մաքուր հիմքի։ Կհանդիպենք ամեն ինչ լավ է լինել։